Իմ հյուրերից մեկը մի այսպիսի ձևակերպում է արել, որ յուրաքանչյուր երեխա առաջին հերթին իր ժամանակի ծնունդն է, հետո ծնողների, հետո մնացած բաների։ Միանգամայն ճիշտ է, իր ժամանակի ծնունդն է։ Ասեմ ձեզ որպես գաղտնիք, ուրիշ մարդու չասեք։ Երբ որ ես ծնվել եմ, Ստալինը դեռ ողջ էր, բայց ես չեմ իմացել, որ այդպես մարդ կա։ Երեխա եմ եղել, ինչի՞ բանա, որ Ստալին կա, բայց դա եղել է սարսափելի ժամանակ։ Իմ ծնողները իմացել են, որ դա սարսափելի ժամանակ է։ Իմ որ եղբայրը աքսորված է եղել այդ ժամանակ։ Ես ինչ պիտի իմանայի, ես ընդամենը մանկիկ էի։ Հետո որ մեծացա, դարձա արդեն մի 7-8 տարեկան, մեկ էլ տեսա, որ այդ պատվանդանի վրա դատարկություն։ Այնտեղ որտեղ Ստալինն էր կանգնած, մի անգամ տեսել էի, որ շայլակով տարել էին զբոսանքի, տեսել էի այդ երկաթե մարդուն։ Հանկարծ տեսա, որ դատարկ։ Պարապություն էր, մեծ պարապություն։ Ինչ որ բան էր փոխվել երկրում։ Մերժել էին Ստալինին։ Հետո հանգարց արդեն մեծ էի, մի 10 տարեկան էի, հա։ Այդ 10 տարեկան տղան լուրջ տղա է, արդեն էլի այնպես չի էլի որ մեկ էլ տեսնեմ այդ պատվանդանին մայր Հայաստան։ Թուրը ձեռքին։ Գիտեք ինչ էր։ Սկսեցի զգալ, որ մենք հայ ենք, երկիր ենք։ 10 տարեկանում։ Հա, մայր Հայաստան։ Ես էլ մայր ունեի, չէ։ Սկսեցի զգալ, որ մենք իրա երեխեքն են, ինչպես ես իմ մոր երեխան եմ։ Սիմվոլները ինչ կարևոր ազդեցություն ունեն։ Միանգամայն ճիշտ եք, սիմվոլը ազգ է կերտում։